Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սիրելի ժողովուրդ, այսօր փետրվարի 26-ն է եւ ձեզ հետ եթերում է հանրային դատ հաղորդաշարը։ Մեր մշտական անդամները իրենց տեղերում են պարոն Աբազյան, Անդոյ, Սասուն Խաչատրյան, Վայե Ղազարյան, Տհաճմարտ, Արգիշտ, Քրիստիկ եւ Ռոզիկ։ Էլեզուկված զարդարված Հմեն ուրին տեղերում նստած։ Քրիստիկ խնդրում եմ մոտենաս դեպի դուռը եւ ներս հրավիրես այսօրվա մեր հյուրերին։ Կոմունալ ծառայության մեր Երևան քաղաքի կոմունալ ծառայության պետերը Ինչպես նաև տեղակալ Աղաջանյան Բագրատ, նախկին կոմունալ ծառայության պետը, ով հեռացվել է, բայց հիմա նշանակվել է նորից տեղակալ, փոխտնօրեն։ Երևանի քաղաքապետարան ամբողջ կազմով Սիսին Իաբոզի տղեկով։ Так. Սանք անդրադառնանք, սա թմնա, քաղաքապետարան ասել ենք, տրանս էդուլ, ՍՊԸ, սեփականատերեր կամ համասեփականատերեր Տիգրան և Անտոնյան Կարեն, անցեք ուրին կանանց հետ միասին, Զառա և Պողոսյան Էլեն, ԿԳՄՍ նախարար ընկեր Ժաննա, Տաքնես Պախլնես, Так, ստեղ ներկայացուցիչը ստեղ Приглашаем президента Беларуси господина Лукашенко. Don Pipo, Արա Աբրահամյան, Տաշիր Սամո, ML Mining, Վայե Ղազարյանը ստեղ է, Շինյանութի Սերգեյ, Կոնտ բնակելի թաղամասի ժողովրդին, սա ով Օնկոցենտրի գլխավոր բժիշկ Նարեկ Մանուկյան, Վարուժանովիչ, այսօր առավոտյան որ զրուցեցինք։ Առանձնակի կերպով տաղավար ենք հրավիրում Արսենյան Աշոտի Կնգան, Ջերմուկ գրուպի, ինչպես նաև Արսենյան Աշոտին և իր որդի Արսենյան Վահագին։ Կինը նստում է պատվավոր հյուրերի մեջ, այս երկու բոզի տղեկը նստում են Ուգլավո, Օկլը Պարաշե։ Ներս ենք հրավիրը կանչեմ ավելի շուտ մեջ երկու բոզի տղեկին ավականու, մեղրու քաղաքապետի Կնգան և իհարկե սիրո, սիմպատիչնի, բոյո, բուսաթով, մուսկուլնի, թազա ոճի մեջ, լրիվ ճաշակով, հակ ու կապով, Գագո, էտա Գագիկ Ծառուկյան, Գագոն անցնեմ նստամա արքունիք, սրանց սաղին հավքմես բդերիտ արանքը, ինչ ուզում ես հաղորդման տասկում իանց նավալով հանդերց հետեր նարա, գլգլ կանեն, բլբլ կանեն, խլխլ կանեն, ինչ ուզում են, ծծրագագոն ժան, սո։ Մենք անցնենք մեր հաղորդմանը և թեմաներին։ Զեյթունի հանրակացարանի ուսանողները նաև Так, սկսենք հերթով գալ։
հերթով գալ։ Մենք այս մի քանի օրա վրա անդրադառնում ենք սիրելի ժողովուրդ Երևան քաղաքի աղբահանությանը, փոսերին, խայտառակ վիճակին։ Ամբողջ Հայաստանի Հանրապետությունը Երևան քաղաքով թաթախված է աղբի մեջ։ Մենք խոսում էինք Երևանից, բայց ինձ ուղարկում էին նույն խայտառակ իրավիճակը Վանաձորում, Գյումրիում, Հայաստանի Հանրապետության տարբեր մյուս քաղաքներում։ Այսինքն որ այն աղբահանության խնդիր լրիվ զերո։ Մենք նաև պարզել էինք, որ Երևան կոմունալի հետ Երևան ավտոպարկա կոմունալը ինչ գրող ու սև ցավա շուրջ 20-ից ավել մեքենա եղել էին բիզիմդիր, որովհետև վառված յուղը, օգտագործված յուղը բերելցել էին մեքենայի մոտորների մեջ եւ արել էին մորմաշ։ Բերող լցող անձնավորությունը ընկեր գլխավոր դատախազ եղել էր Աղաջանյան Բագրատի օրոք, այսինքն նախկին կոմունալի պետի։ Աղաջանյան Բագրատը, որ ասում էին ազատել են, հեռացրել են եւ այլն, իտոգում ոտերս կերել են, Աղաջանյան Բագրատը դարել է փոխտնօրեն, այն ինչ էր Կատվալյաներ ինչ խռը գլոխ էր, դա եկե դարել է տնօրեն։ Իտոգում ոչ մի բան չի փոխվել։ Ինձ հետաքրքրեց, ինչքան աշխատավարձ են ստանում կոմունալի աշխատողները, այդ խեղճ կանայք եւ տղամարդիկ, որոնք ցախավել ձեռները ձուն զմեռնոցով գիշերվա կես ընկած զիբիլներն են հավաքում Երևան քաղաքի։ Ուրեմն աշխատանքային ժամը կազմում է 8 ժամ։ Սիրելի ժողովուրդ։ Ստանում են 147,000 դրամ։ Աշխատում են գիշերը ժամը 23:00-ից մինչև առավոտյան ժամը 6-ը։ Պատկերացրեք, կանայք գիշերով մենակ ընկած քուչա ցախավելով զիբիլ են հավքում 21-րդ դար։ Բժշկական ապահովագրությունը իրականացնում է ուրեմն Armenian Insurance ընկերությունը, այդ խեղճ հավաքարաններին, շունը կարա գզի, սառույցի վրա կարան ընկնեն, ինչ մեծ խմած մարդ գակցի ավտոյի տակ եւ այլն։ Կոպեկներ գումարած իբր թե բժշկական ապահովագրություն։ Հետազոտությունները եւ դեղորայքը այդ բժշկական ապահովագրությունը չի փակում։ Վիրահատությունները չի փակում, ամեն ինչը փակում է մասնակի։ Գումարած դրան նույն կոմունալում գրանցված են մեռյալ հոգիներ, պարոն Աբազյան, որոնք գրանցված են որպես հավաքարար, բայց երբեք ոչ գալիս են, ոչ վեկալում են, ոչ դնում են։ Անսարյաշ գալիս են իրենց աշխատավարձը ստանում են, հələ մեթում են, ստորագրում ստանում։ Սա հանցագործություն է, ընկեր Անդո, ընկեր Աբազյան, ընկեր դատախազություն, հանցագործություն է։ Ավտոպարկը ասեցին գտնվում է խայտառակ վիճակի մեջ։ Հավաքարարներին պահում են արտաժամյա եւ չեն վճարում։ Ուրեմն կա Գյոլեցի Լովիկ, Միացյալ Նահանգներում է ապրում։ Գյոլեցի Լովիկը կյանքում չի գնացե գյոթի, բայց ուզում է գնա գյոթի։ Տղեն որոշել է բացի բոզի գնալուց գնա նաեւ գյոթի։ Ես ողջունում եմ նման ոչ ժառանգական փոփոխականությունը մարդկանց մոտ, որոնք ուզում են նաև փորձեն այլ բաներ իրենց կյանքի մեջ, եւ Գյոլեցի Լովիկին ես ղրգում եմ Կատվալյան Միշայենց եւ Աղաջանյան Բագրատենց տուն, ըստ իր նախասիրության արական սերի բոլոր ներկայացուցիչներին, որպեսզի անի կուկուլալա տումամբա։ Ես ուզում եմ դիմեմ կոմունալ բաժնի աշխատակիցներին, այսինքն այն բանվոր դասակարգին։ Հարգելի բանվոր դասակարգ։ Ձեր աշխատանքը իրոք շատ ծանր եւ շատ պատասխանատու աշխատանք է։ Ես որպես պետական գործիչ ձեզ խոստանում եմ։ Իշխանության գալու դեպքում ձեր աշխատավարձի կրկնապատկում կաք մինիմում, դրան գումարած ամբողջ տեխնիկական պարկի թարմացում, ձեր բժշկական ապահովագրության հարցի, ինչպես ոչ թե միայն նաև ձեր, այլ ձեր ընտանիքի անդամների բժշկական ապահովագրման հարցի ֆուլ լուծում եւ ինչպես նաև ավտոպարկի վերազինում, այն ձեր ձեռի ցախավելներ, մախավելներ եւ այդ ամենը դուք պիտի մոռանաք։ Իսկ դա կլինի ձեզ համար, թե չի լինի ձեզ համար, դա կախված է ձեզանից։ Շատերն ասում են Վարդան Ղուկասյանը եթե անգամ դառնա այդ վարչապետ չի գալու։ Իրանք կատեգորիկ սխալվում են։
Վարդան Ղուկասյանը այս ժամանակ պարտավոր է գալու։ Վարդան Ղուկասյանը անպայման գալու է։ Իսկ գալու դեպքում այն որ պիտի իրականացնեմ ձեզ հետ միասին, դուք ինձ պիտի օգնեք, որպեսզի ես Հայաստանի Հանրապետությունը մաքրեմ ոչ միայն փողոցային աղբից, այլ քաղաքական աղբից։ Դա ես խոստանում եմ, բայց ինձ հարկավոր է ձեր ձայնը, ինձ հարկավոր է ձեր քվեն։ Օրինակ, ինձ հարկավոր է նաև կոնդի բնակիչների ձայնը, որոնք այսօր հասկացան, որ իրենք կանգնել են բավականին լուրջ փաստի առաջ, կոնդ բիզիմդիր, քանի որ Երևան քաղաքում այլևս չի մնացել ոչ մի տեղ, որպեսզի իրականացնեն նոր շինարարություն, նոր թափ, մնացել է մի հատ Ֆիրդուս, մնացել է մի հատ կոնդ։ Եվ ինչ որոշեց ընկեր Սիսին, կոնդը վեկալել անել բիզիմդիր։ Ես գիտեմ, որ կոնդի հողերի մեծ մասի սեփականատերն է Սեդրակ Քոչարյանը։ Առերա, բայց չգիտի ոնց պիտի քանդերա։ Հիմա ընկեր Սիսի հետ միասին ջան ասելով, ջան լսելով, ընտրություններից հետո ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որոնք ըստ չար լեզուների պիտի լինեն այս տարի, աշնանը ընտրություններից հետո կներեք տեղի հետ ունենալու կոնդի ժողովրդի, ասենց ասած, դեպորտացիա 1944 թիվ փետրվարի 23։ Ուզենակ, թե չուզենակ, սիրելի կոնդեցիներ, ձեզ տարհանելու են։ Հիմա միգուցե չգնան բռնի գործողությունների, բայց ընտրություններից հետո երբ որ կստանան ձեր ձայնը, օրինակ ես գիտեմ, որ Լեոյի փողոցի հետևե թաղամասի բնակիչների մեծ մասը յարի զոմբի են, Նիկոլա Պաշտ։ Ընտրություններից հետո երբ որ դուք գնաք նորից ձեն կտակ ընկեր ԿՓ-ին, ձեզ այդտեղից կտարհանեն։ Ինչքան գումար կտան, չեն տա, ոնց կտան, կուզենաք ձեր թիվը, չէ կուզենա, դա հարցի երկրորդ կողմն է։ Իսկ այն որ կոն թաղամասը իա պոչտայով, մոշտայով այդտեղ պիտի գծվեն 30 հարգանի շենք, ոնց որ օրինակ ֆիզիոթերապիա կներեք, ֆիզիոթերապիայի ինստիտուտի տեղը եւս կառուցվելու են 5 հատ 30 հարգանի շենքեր։ Երևանը, որը ունի բավականին լուրջ սեյսմիկ գոտի, տնելու են, քանդելու են, ոնց որ ժամացույցի գործարանը արդեն բիզիմդիր, քանդելու են եւ այդտեղ կառուցվելու են 30 հարգանի 5 հատ շենք։ Նախագիծը կա, ամեն ինչը կա արդեն, գրու կա, ստորագրու կա, թույլտվություն համենտվու կա, որ պիտի բլեն, ավիրեն եւ այդտեղ կառուցեն 30 հարգանի շենքեր։ Այսինքն ես չգիտեմ, ինչքան կարելի է խտացնել Երևան քաղաքը, սա լցել Երևան, նայում ես sense ոչ անհասկանալի շենքեր վեր խոյացած էտի քիչա, հələ նորից շարունակվելու են, էլի նորից ոչ կառուցել, վաղը միսօր պատերազմ, երկրաշարժ, չգիտեմ, պաժար, էդի ձևալնելու ես չգիտեմ, կարևորը փողերը վեկալում են, շենքերը բաժանում են, փողերը վեկալում են, շենքերը բաժանում են։ Կոնդի բնակիչներին սպասվում է հյուսիսային Բողոկայի ճակատագիրը։ Ես կողմ եմ Երևանը գեղեցկացնելու, ես կողմ եմ, որ կոնդի այդ բլած ավիրած տների փոխարեն կառուցվեն նոր տներ, բայց 5-6 հարգանի ոչ ավել, եւ այդ ժողովուրդը, ովքեր որ ապրում են այդտեղ, պետք է ստանան այդտեղ բնակարան։ Ամենամինիմումը 3 սենյակ։ Այսինքն, եթե մենք կոնդեցիներին պիտի տուն տանք, դա իմ ծրագիրն է։ Այսինքն, կոնդեցին հանձնում է իա խրճիթը եւ պիտի ստանա մինիմում 3 սենյականոց բնակարան նույն իր բնակության թաղամասում։ 3 սենյականոցը չպիտի լինի 85 քառակուսուց փոքր։ Միայն նման նախապայմաններով առնվազն 2.5-2.9 մետր բարձրության պատալոքով։ Ինձ թվում է բեր ժամանակ ցանկացած կոնդեցի կհամաձայնվի, որ այդիա հոլիկի փոխարեն ունենա մինիմում 3 սենյականոց բնակարան, մաքսիմում 5 կամ 6։ Սրանք ձեզ այդպես բան չեն տալու։ Ձեզ մաքսիմում տալու են 50-60 հազար դոլար, եթե այդքան էլ տան, ոսել են գնացեք արյացը ապրեք, ընդե տուն առեք, կամ չարբախ։ Էնպես որ սիրելի կոնդեցիներ, պատրաստվեք։ Ու հանկարծ չլնեք միամիտ, չբռնեք, չգնաք ընտրությունների ժամանակ ձեն տակ այս բոզի տղեկին, հետո ասեք վայ,
Սենց եղավ։ Ես ունեմ մի հատ շատ կարևոր հայտարարություն։ Խոսքը վերաբերվում է ուրեմն 2022 թվականին հանրային ձայնի գրասենյակ Գայի Պողոտա 2 դիմել էր Ոման Հակոբ անունով անձնավորություն, դիմել էր ընկեր Արտակ Գալստյանին։ Խոսքը վերաբերում է նրան, որ Գրանդ Տոբագոյի հարևանությամբ կար սեփական մի տուն, սեփական տարածք, որի պատը պիտի քանդեին եւ այդ Գրանդ Տոբագոյի մեքենաները անդադար տեղով հլում մտնում էին, սիգարետ էին տանում, սիգարետ էին բերում, չգիտեմ, սիգարետ գրող մեքենաները։ Ուրեմն տան սեփական տան անդամներն են, ես եթերով եմ դիմում իրանց, Ավո եւ Նարեկ։ Մեր կուսակցության նախկինում մեր կուսակցության ակտիվը, երիտասարդությունը, ժողովուրդը եկան եւ դեկտեմբերի 14-ին 2022 թվականին մեղմ ասած թույլ չտվեցին, միտինգ արին, ցույց արին, խոչընդոտեցին, որ Գրանդ Տոբագոն չկարողանա պատը քանդել։ Գրանդ Տոբագոն այդուն ուզում էր առնել կոպեկներով, մենք աջակցեցինք, հետո իմացանք, որ վաճառել են իրանց ուզած գնով, շնորհավորում եմ, եւ այդտեղից գնացել են։ Հիմա այդ գործողության համար, այսինքն հանրային ձայնի ակտիվի աջակցության համար Արտակ Գալստյանը պահանջել է 2 միլիոն դրամ, բայց բարշել են 1 միլիոն դրամի վրա, եւ ընկեր Ավոն ու Նարեկը գումարը փոխանցել են Արտակ Գալստյանին հունվարի կամ 15-ին կամ 16-ին 2023 թվական ջրվեժ ռեստորանում։ Ուզում եմ տեղեկացնել հարգարժան Ավոյին եւ Նարեկին։ Ինչ որ դուք փոխանցել եք ընկեր Արտակ Գալստյանին, դա դուք գիտեք։ Մենք գիտենք, որ 1 միլիոն դրամ։ Այդ 1 միլիոն դրամը ոչ հասել է Վարդան Ղուկասյանին, որ դուք իմանաք, Վարդան Ղուկասյանը երբեք փողով ծառայություն չի մատուցել։ Առավել եւս ոչ էլ տվել են այն երեխեքին, այդ ակտիվին, ովքեր եկել են, կանգնել են այդտեղ եւ թույլ չեն տվել, որ Գրանդ Տոբագոն իրականացնի ձեր հանդեպ տերոր։ Ուստի իմ հորդորը ձեզ 1 միլիոն դրամը գնմեք ու հետ եք ստանը ընկեր Արտակ Գալստյանի տնգանից, Տիկին Վեներայից։ Ես գումարով ծառայություններ չեմ տրամադրում։ Մենք գումարով չեն գնում սրան օգնելու կամ նրան այդ օգնելու։ Եվ եթե ինչ-որ մեկը ձեզանից գումար ա ուզել, հանձինս պարոն Բոզիտողում, գնացեք եւ ձեր գումարը հետ ուզեք։ Սա էլ թեմա նաեւ լրացուցիչ քննչական կոմիտեի համար։ Նույն ձևով էլ ուզում եմ նաև իմ դիտողությունը անեմ Շինանյութի Սերգեյ կոչված անձնավորությանը։ Ինձ տեղեկություն է գալի հասնում, որ Շինանյութի Սերգեյը, չգիտեմ, եթե սա ճիշտ է, ուրեմն լսեի։ Աչ ու զաղ, որտեղ նստում հլնման նամանավանդ խմած ժամանակ, հայտարարում է, որ ինձ $15,000 գումարա փոխանցել չերես Վահան Ավագյան։ Ուրեմն ես չգիտեմ դու դա փոխանցել ես, տվել ես, չես տվել եւ այլն, բայց եթե դու տես բան ասել ես, որ դու ինձ գումար ես փոխանցել, ես քո տուն ու տեղը ծածկնեմ 15,000 անգամ։ Եթե տվել ես, իրականում տվել ես Վահան Ավագյան Բոզի տղին, ում հիմա Գագոն ծածկնում է ընտանիքով հանդերձ, ուրեմն գնում ես Վահան Ավագյանից, սկսում ես ծածկնել տնով տեղով 15,000 անգամ, եթե իհարկե տես բան արել ես։ Ու եթե քո փայ Բոզի տղեն, եթե տվել է, վաղը չգնաց հակակոռուպցիոն կոմիտե կամ քննչական կոմիտե չգրեց հայտարարություն, որ ինքը $15,000 փողա տվե Վահան Ավագյանին, որ տա ինձ, որ ես քեզ չխերեմ, ես քո տուն ու տեղը ծածկնեմ, Բոզիս տղա, եթե իհարկե նման բան կա, նորից եմ կրկնում։ Եթե տվել ես, ուրեմն ես քո տուն ու տեղը կծածկնեմ, եթե դու վաղը հաղորդում չտվիր, ես դու հիմնարկում։ Պարզա։ Իր այդ Եվրոպա ռեստորանում ասում է պարոն Ղուկասյան նստած արբա $15,000 փող եմ կծել դոգին, որ ինձ չխերի։ Դոգը 15,000 անգամ տուն ու տեղը ծածկցնի տղա ջան։ Եթե նորից եմ կգնում, եթե իհարկե նման բան կա։ Եթե կա, ուրեմն ամեն ծածկնի, Գագոին էլ վեկալ եմ հետս գամ մտնեմ ձեր տուն, էլ դուր չգամ Գագո տենեմ ես, ես քեզ տանում եմ Բոզու գյուտի։ Դու ինձ ոչ մի տեղ։ Սարոշկետ ես սիրում այսօր։ Կամանց շախշակի զարգացան, սովորի, գյորս չեմ տանում,
ով նստում հլամը դոգին փողատվե, դոգին փողատվե, դոգին առաջ ունի թողել այդ կանանցի փողտավոր է։ Հերիք չի։ Ամեն մի բոմժ, ամեն մի ոչնչություն, ամեն մի խռի գլուխ նստում հլամը ասում դոգին փող են տվել։ Ո՞նց են տվել, ո՞նց են փոխանցել, ո՞նց են արել, ում այդ է բանը մութ է։ Ոչ մի կերպ չեմ կարող հասկանամ։ Իդի միջալոց մատնամա թազա օրենք, սիրելի քաղաքացիներ, 30,000 դրամից ավել բոլոր փոխանցումները բանկով։ 30, այսինքն հիմա եթե մերը տողում պիտի 40,000 դրամ տա, միայն բանկով։ Եթե չի կարամ նալիշին տա, կամ գրկի։ Եվս նոր բոզի տղա օրենք։ Իսկ մնամա շինանութի Սերգեյին, ես քո տունը շինեմ, եթե դու նման բան ասել ես։ Իսկ եթե ասել ես, արել ես, ու եթե դու վաղը չգնացիր, ես դու հիմնարկորից եմ կրկնում հաղորդում չտվիր, ես վաբշե քո տունու տեղը շինելու եմ սիստեմատիկաբար։ Ուրեմն ես ուզում եմ նաև զգուշացնեմ բոլոր հյուպատոսներին, կոնսուլներին, Հայաստանի Հանրապետության կոնսուլներին։ Ես սիստեմատիկաբար ստանում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից բողոք, որ Հայաստանի Հանրապետության հյուպատոսությունները ամբողջ աշխարհում եք որ կա, բոլորն աշխատում են խույով։ Հիմիկվանից ես զգուշացնում եմ, եթե ես ստացա բողոքներ ահազանգեր ձեր վատ աշխատանքի վերաբերյալ, без суда и следствия մտնելու եմ եւ ձեզ թաղեմ։ Մտնելու եմ եւ ձեզ թաղեմ, որ հետո չասեք։ Սենց կամ այնց։ Մարդկանց նկատմամբ լինում եք այնպես, ինչպես որ գրածա ձեր ֆունկցիոնալ պարտականությունների մեջ։ Ալո, մենք ուղիղ եթերի մեջ ենք հիմա։ Քանի որ գնաց խոսք կոնսուլներից։ Լուսանկարը դնենք։ Նոր, ես աշկսելի չալեմ չգիտեմ։ Ուրա կոնսուլնի նկարնի։ Մի րոպե։ Ես ուզում եմ նկարներով, որ հետո բաց չառաջանան, խնդիր։ Նկարնի հեսապ չէ։ Եվս։ Ուրա։ Սրանց նկարն ինչ եղան։ Շանբախտ։ Հեսա։ Так, սա մեկ։ Մի րոպե սերի ժողովուրդ։ Արել է հիմա չեմ գտնում էլի։ Սա երկուս։ Ագաղը դնեմ։ Սա 3 Սա 4 Раз, два, три, четыре, пять Вышел зайчик погулять. Ура. Ага. Это мек. Это երկու, это երեք, այս էստեղ, մեկ, երկու, երեք, ինչա կոչվում տրանս էդուլ,
ինձ մի պատ թվաց, թե տրանսվիստիտ էդուլ, հետո սկսա, որ տրանս էդուլը, գերուկ դերուկ, всё, տրանս էդուլը տիպը տրանսպортировка, Ընգեր Աբազյան, վեկալ, это թուղթուգրիչ, կապված բանը, կոնսուլներով, ուրեմն կա տրանս էդուլ կազմակերպություն, նկարները տելեգրամ կանալ, Քյաչալը անունը Տիգրան, աշտարակցիա, մյուսային ակնոցները, որ նկարը դրածը Անտոնյան Կարեն, բնակվում է հարավ-արևմտյան թաղամաս եկեղեցու մոտ, գրի անդոմ, որդին Անտոնյան Էդգար Կարենի, ազատված է զինվորական ծառայությունից, միրոպ, Battery 100%. Connected to Galaxy. Հայաստանի Հանրապետությունից փողով բան են սարքում գործ, վիզաներ եւ մարդկանց ուղարկում են Եվրոպաները։ Ահազանգում են ժողովուրդնիքը, կեղծտղտեր, փաստաթղթեր եւ այլն։ Մեռավ, էլիզ լստետես։ Vay. Ալո, բարև ձեզ, Կարեն դուք եք, պարոն Անտոնյան Կարեն, ուրեմն ձեզ անհանգստացնում է Վարդան Ղուկասյանը, երևի ճանաչում եք Վարդան Ղուկասյանին, ահա, ուրեմն ձեր վերաբերյալ մենք ստացել ենք ահազանգ, Ես հիմա ուզում եմ ես ուզում եմ երկու բառով ձեզ հետ այդ թեմայով զրուցեմ, եթե դեմ չեք։ Ուրեմն դուք ունեք ձեր կողքի աղմուկը խանգարում, գիտեք։ Ալո։ Էդ իմ հետ էիր տետ? Բերան էդ ժաշտվողն եմ, ով եմ? Բազի տղա, զանգել եք ասում եք, ընչ ես փողով մարդ գրգն վիզա սարքım և ալն, ոս թե ով ես, բերան էդ կուլողն եմ բազի տղա, ով ես, դարեց, ալա դով, գիտի Նիկոլա հետը խոսեմ, ғախպի տղեն, հեզ ես կեզ կասեմ ով եմ, Տեսա։ Ցար։ Տունատ ծասնեմ, արադով ես վապշե։ Ես ես կես կասեմ ով եմ։ Ռազմական ոստիկանություն օպերատիվ էտապա Մայոր Մելքումյան։ Մայոր Մելքումյան, բարև ձեզ։ Ողջույն ձեզ։ Ձեր նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանն է։ Ձեր ձեռքի տակ թուղթուգրիչ կա։ Այո։ Խնդրում եմ գրեք։ Ասեք։ Անտոնյան Էդգար Կարենի։ Այո։ Գրածված է հարավ-արևմտյան թաղամաս, ծննդյան թիվը մենք չունենք, այնտեղ 19 տարեկան պիտի լինի։ Հարավ-արևմտյան թաղամաս մոտավորապես եկեղեցու մոտ, որ դուք օպերատիվ բանը բաժնին տակ իրանք կհանեն։ Կեղծ հիմունքներով ազատված է պարտադիր զինվորական ծառայությունից։ Տղան։
տվեք օպերգծով տեղակալին, թող վային կամատով հանենայինք, իրանք արդեն ձևերը բանը գիտեն, մարդը սարքելով բժշկական փաստաթղթեր չի զորակոչվել բանակ։ Ձեզ բարի ծառայություն։ Անտոնյան Էդգար Կարենի, չէ՞։ Ճիշտ է, 19 այո, տարեկան։ մոտավորապես 19 կամ 20 ընդեղ հարավարեմտյան թաղամաս, քաղաք Երևան վային կամատով կարան հանեն նայեն։ Քերականի տղերքը, խնդրեմ, հաջողություն։ Ուրեմն ընկեր Աբաս, այս բոզի տղան, ուր է սրա Կարենը, ուրեմն կնոջ անունը, երկրորդ կնոջ անունը Զարա, մյուս են, ոչ եմ Տիգրանը, կնոջ անունը Էլեն, սարքում են վիզաներ 4300 եվրոյով, համագործակցելով Հունաստանի դեսպանատան հետ, ձևակերպելով կեղծ փաստաթղթեր, աշխատանքային կեղծ տեղեկանք, բանկի կեղծ քաղվածք, չգիտեմ թաղման կեղծ խրգլող, եւ այլն, վիզան սարքում են, հայդե Հունաստան, ինգեր Անդո, դու դրա մասին չգիտես։ Կոլեկտիվ հայտերի դեպքում նամանավան 15-16 տարեկան տղա երեխեքին, որ կարողանան եգրից փախցնեն, գործը սարքում են 7000 եվրոյով։ Դրան գումարած բանակից ազատված է իր իսկ սեփական որդին Անտոնյան Էդգար Կարենի, զինվորական դատախազ Էլիզբակյան եւ այլն, ընձի ոչ եմ գիտի, լսմա։ Անտոնյան Էդգար Կարենի ռազմական ոստիկանությունը մենք հաղորդումը տվել ենք։ Եթե սրա հետ կապված Աբազյան միջոցառումներ չձեռնարկեցի, ես քեզ կթաղեմ։ Քեզել, Անդո քեզել։ Զինվորական դատախազություն քեզել։ Բոզի տղեկը նստած դեսպանատան հետ բան են տպում։ Վիզա։ Վիզի գործ։ Նատելասմա արա այդ ովա է։ Հələ խաղ պիտողն այլ այդ տղա։ Ռազմական ոստիկանությունը լսավ, անցանք առաջ։ Ուզում եմ դիմեմ Զեյթունի հանրակացարանի ուսանողներին եւ բնակիչներին։ Հարգարժան ուսանողներ, ես գիտեմ, որ դուք մարտի 1-ից պիտի լքեք Զեյթունի հանրակացարանը։ Դուք էլ մնալու տեղ չունեք։ Ակնհայտ է, որ Զեյթունի հանրակացարանի ճակատագիրը որոշել են ռեմոնտի անվան տակ, որոշում են կմպցնել։ Ես հիմա էտում են վեկալետ ծախել, շուրջ 200-ից ավել ուսանող։ Ես իմ աջակցությունն եմ հայտնում բանին, անունիշը Զեյթունի այդ ուսանողներին եւ մի րոպե մի վարքյան մի հատ բան եմ ուզում նայեմ Ահա։ Եվ ես ասում եմ ձեզ, որ իմ աջակցությունն եմ հայտնում ձեզ, եթե կլինեն որևիցե մի խնդիրներ եւ այլն, խնդրեմ դիմեք մեզ, մենք ինչ ձև կարողանանք ձեզ կօգնենք։ Սա եւս խոսում է նրա մասին, որ այս իշխանությունները իրականացնում են հնարավորինս եւ անհնարինը ամեն ձևով ցավացնելով մեր ժողովրդին, մեր ուսանողությանը, մի վարքյան չեմ կարող հասկանամ, ես ինչ հատվածի մի հատ ուղեմ, ահա, մեր ուսանողությանը, եւ ես ձեր հետ եմ, ձեր կողքին եմ, չգիտեմ, կդիմեք դու մեր օգնությանը, չեք դիմի մեր օգնությանը, կորոշեք առասարակ ձեր գլուխները կաղ դուրս գալ այս իրավիճակից, դադարեցնել ձեր ուսումը, դադարեցնել ձեր աշխատանքը եւ գնալ բնա ռայոններ, դա արդեն
ձեր որոշումն է, բայց այն որ ես ասում եի մի գնացեք, մի քվեարկեք սրանց օգտին, դուք ինձ չլսեցիք սիրելի ուսանողություն, ձեր ծնողները Նիկոլի առաջ գարմորթելով, որտեղ ձեզանից մեծ մասը մարզերի բնակիչներ են, սրանց բերեցին իշխանության, հիմա էլ ասում եք, թե գիտեք ինչ, մեզ վտարում են բանից այդ ուսանողական հանրակացարանից մարտի 1-ին սաղին հանում են շպրտեն դուրս, որովհետև ռեմոնտ է, չնայած եթե ռեմոնտ էին անում, կարային անեին փուլ, հարկ, բայց իտոգում վեկալան արեցին ոնց, հենց սենց։ Չգիտեմ, այս պայդրությամբ ճիշտ է մեր ձեռքում իշխանություն չկա, որ ես կարողանամ ձեզ օգնել, սիրելի ուսանողներ, բայց եթե մենք համախմբվենք, օրինակ նույն քերակատարողական հիմնարկի ժողովուրդը խաբար ուղարկեցին, որ մի փոքր ժամանակ է պետք իրենց, որպեսզի փողոց դուրս բերեն իրենց հարազատներին եւ բարեկամներին։ Այսինքն, երբ որ մենք սկսեցինք փողոց դուրս գալ, հուսով եմ, Զեյթունի այդ ուսանողները եւս կմիանան մեզ։ Ամսի 5-ին մարտի 5-ին ժամը 16:00-ին սիրելի այդ ուսանողներ իմ բոլոր աջակիցները հավաքվելու են Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ, որտեղից շարժվելու են դեպի Վազգեն Սարգսյանի գերեզման Եռաբլուր, այդ օրը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, մեր իշխանությունները եւս իրականացնում են Վազգեն Սարգսյանին նվիրված 65-ամյակին հոբելյանական միջոցառում, չնայած ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանամ, որովհետեւ սրանք ամբողջովին անում են ճիշտ հակառակը, ինչ որ ասում էր Վազգենը։ Ղարաբաղը հանձնեին, Շուշին հանձնեին, բանակի հերետ անիծեցին, բայց Վազգենի անվան հոբելյանական միջոցառում են ուզում անեն, հələ սրանց ախորժակը նայի։ Ես ձևականությունների հետևից չեմ գնում։ Եթե դուք ուզում եք, խնդրեմ եկեք միացեք մեզ։ Ես էլ հասկանամ, որ դուք ինձ հետ եք։ Անցնենք առաջ։ Սա որպես տեղեկատվություն։ Կոնդին անդրադարձել ենք։ Ուրեմն կապված 0000-ի հետ, 000 հետ $300,000 պետհամարանիշը։ Մեր Գյոզալամ MVD-ն հայտարարեց, որ 0000 $300,000 մեքենան բանը պետհամարանիշը դեռ չի վաճառվել, մենք գիտենք, որ դեռ չի վաճառվել, ամենաբարձր գինը այս պայդրությամբ այդ $300,000-ն է, վաճառքի վերջնական օրը, եթե չեմ սխալվում, փետրվարի 28-ն է, օրը բանը ժամը չգիտեմ, MVD-ն հայտարարում է, որ չէ, դες բան չկա։ Ուրեմն ես սա էլ արդեն որերորդ անգամն է տենում եմ, որ MVD-ն ուզում է ինչ-որ մի բան կռուտի տանի, բայց շատ անգրագետ ձևով կռուտի տանում։ Ընկեր MVD, այս պայդրությամբ ամենաբարձր գին տվողը տալիս է $300,000։ Այդ գին տվողը ML Mining-ի սեփականատեր Դավիթն է։ Այո, պետհամարանիշը դեռ չի վաճառվել։ Մինչև ամսի 28-ը ժամանակ կա։ Բայց որ այս պայդրությամբ այդ համարի տերը դե ֆակտո հանդիսանում է ML Mining-ի Դավիթը, գրուկ պեչատուկ։ Էս էլ եղավ նույն բանը, ոնց որ ասում է ու նորից վեկալե տպելը, ասում է մենք անմիջապես, երբ որ ադրբեջանցուն Ռուսաստանում բռնել էին, մենք անմիջապես թղթերը ղրգել ենք։ Բայց նույն MVD-ն տպել էր, ինքն էր տպել, որ մեր կողմից պատրաստվում ենք թուղթ ու թանակը վեկալենք ղրգենք Ռուսաստան, որ ադրբեջանցուն արտահանձնեն։ Երբ որ ես դրեցի գրլեցի, ասեցի նա արդեն գնաց է պրծել է, նա փաթած ունի, թե դու ինչ թղթեր ես ղրգում ռուսական դատարան։ Հիմա լրացուցիչ նորից վեկալ է գրել է MVD-ն, որ մենք թղթերը վարքյանական ենք ուղարկել։ Հիմա ես ուզում եմ հարց տամ MVD-ին։ Մեկ գրում եք, որ պատրաստվում եք թուղթ ու թանակը ղրգեք, բայց մարդը արդեն բակվում է, մեկ էլ ասում եք մենք վարքյանական ենք ղրգել, ինչի եք խաբում։ Դուք վարքյանական ընկեր Վահե Ղազարյան, փաստաթղթեր չեք ուղարկել ռուսական դատարան, որով էլ եւ հնարավորություն եք տվել ընկեր ադրբեջանցի բոզիտողում, հեշտ ու հանգիստ լքել Ռուսաստանի տարածքը եւ մեկնել Բաքու։ Եվ դա այն դեպքում, որ Ռուսաստանի տարածքում գտնվող մեր հայրենակիցներից են օլիգարխներ, Դոն Պիպո, Տաշիր Սամո, Արա Աբրահամյան եւ այլն կարող էին հանգիստ ընկեր Բաքվի բոզիտողու հետ ունենալ առանձնազրույց,
մենազրույց, ճեպազրույց, սեքսազրույց, բայց ոչ մի բան չարեցին։ Թողեցին բիձուվիզը կտրած մարդը սուսուփուս նստի թռնի, իրանց այդ միլիարդներով հանդերձ։ Սա եւս մեկ անգամ խոսում է նրա մասին, որ ամեն ինչ հիմնված է ձեր անգրագետ կռուտիտի վրա։ Ասում է, մենք վարքյանակ անենք ուղարկել։ Ուրեմն այսօր Երևանն է խոսում ծրագրի շրջանակներում մենք զրուցեցինք Անկոլոգիայի ինստիտուտի գլխավոր բժիշկ Նարեկ Վարուժանի Մանուկյանի հետ։ Թուղթը դնենք նոր, որ հետո չբռնեն ասեն, տենց բան չկա, էտի սուտ ա, տենց էտի մոլոկեղի։ Սա մեկ, սա երկուս, մի րոպե, սա մեկ, սա երկուս, սա մեկ, սա երկուս, Նարեկ Մանուկյան։ Նարեկ Մանուկյան վերնագրով մենք դնում ենք Telegram կանալ։ Ահա։ Հիմա ուրեմն Հայաստանի Հանրապետության Օնկո ինստիտուտը, Ոնկոլոգիչեսկի ինստիտուտը համարվում է 100%-անոց պետական հիմնարկություն։ Ճիշտ է, Ինգեր Աբազյան։ Ուրեմն նայում ենք Նարեկ Վարուժանի Մանուկյան վերջինիս աշխատավարձը։ Տարեկան աշխատավարձը, որը կազմում է ուշադրություն, խնդրում եմ վեգալեք թուղթուգրիչ 40 միլիոն 142,536 դրամ։ Թուղթու թանակը տեղադրված է Telegram կանալում։ Այսինքն Օնկո կենտրոնի գլխավոր բժիշկը տարեկան ստանում է 40 միլիոն դրամ աշխատավարձ իր համար։ Եթե մենք դա բաժանում ենք ամիսների, դուրս է գալի, որ ամսեկան Նարեկ Վարուժանի Մանուկյան աշխատավարձը ամսեկան կազմում է $8500։ Ես չգիտեմ Հայաստանի Հանրապետությունում որևիցե մի բժիշկ կամ գլխավոր բժիշկ, որը ստանա $8500 աշխատավարձ։ Համեմատության համար ասեմ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան Բոզիտեղեն ստանում է տարին 12,8 միլիոն դրամ աշխատավարձ։ ԵՔԱ ՆՎԴ-ի մինիստր Վահե Ղազարյանը ստանում է տարեկան 18 միլիոն դրամ աշխատավարձ։ Իսկ Կակոյնիբուց օնկոցենտրի գլխավոր բժիշկ ստանում է 40 միլիոն 142,000 դրամ աշխատավարձ։ Հիշեցնեմ, որ ուրեմն ընդհանուր օնկոցենտրի տարեկան աշխատավարձերի բյուջեն կազմում է ըստ այդ թուղթու թանակի 370 միլիոն 472,000 դրամ, որից հանում ես 40 միլիոնը, ընկեր գլխավոր բժշկի աշխատավարձը, եւ 329 միլիոնա կազմում ընդհանուր աշխատավարձի բյուջեն, օնկոցենտրի, որտեղ աշխատում է վերջին տվյալներով 547 բուժ աշխատող, բուժքույր, սանիտար կա եւ այլն։ Հիմա այս 329 միլիոնը, որ բաժանում ենք 547-ի, գալի կայնում է 50,000 դրամ, ընդեղ գիմնացած հավելումներով, մարդա։ Այսինքն ֆոնդի ամբողջ օնկոցենտրի աշխատավարձի ֆոնդի 12%-ը ստանում է մենակ գլխավոր բժիշկը։ Ես այսպես չեմ տեսել։ $8500 Ամերիկայում երևի բժշկի աշխատավարձն է այդքան։ Բայց ես ուզում եմ ուպրիտոմ նաև մեր հարգարժան Նարեկ Մանուկյանը, որ տես ճտապտա խոսում էր, ով Ռուսաստանում հանք ունի, մանք ունի, բիզնեսներում, էդի իանձնական իրավունքն է, ինչ ուզում է թող Ռուսաստանում էդ ունենա։ Ինքը նաև գործող ավականիա ԿՊ ցուցակով 20-րդ համարն է։ Համ քաղաքապետարանում ավականիա 1 պլյուս օնկոցենտրի գլխավոր բժիշկն է, որը անհամատեղելի է իրար հետ։ Պիտի ինքը ավականում կամ ավականի որպես մանդատավար դնի
Հիմա ես ուզում եմ դիմեմ այն ավականիներին ընդդիմադիր, որոնց ճամբարից հեռացրեցին Հայկ Մարության կոչված երևույթին։ Վերցնում եք այս տվյալը եւ մոտակա ավականու նիստի ժամանակ այդ հարցը կարակ դնեք։ Ասեք մի րոպե, դուք մեր մոտից հեռացրեցիք SSS մարդկանց, ուղղություն եմ տալի ձեզ, ընկեր Թևանյան։ Մեզ մոտից հեռացրեցիք SSS մարդկանց, բա հիմա ձեր 20-րդ համարը համ օնկոցենտրի գլխավոր բժիշկն է, համ ավականի է։ Նույն հաջողությամբ էլ էլի ձեզ ուղղություն եմ տալի, ընկեր Բոզիս տղա Վահան Ավակյանը, համ շոկոլադի մենեջերը, որ չի ազատվեն գործից, համ ավականի է։ Դրեք, ծծրեք։ Բարի խորհուրդ։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, բուժքույրը ստանում է 100,000 դրամ, այսինքն ելի $250, բայց օնկոցենտրի գլխավոր բժիշկը ստանում է $8,500։ Սա ոնց հասկանամ։ Կամ ստեղից բավականին լուրջ թիվ գնում է ատկատ, ԿՊ-ի բյուջե, կամ ես չեմ կարող հասկանամ, սա էս ինչ է։ $8,500։ Ասում եմ, երկրի վարչապետ կոչվածը ամսական այս աշխատավարձը չունի։ Ո՞նց է ռակերի հաշվին ապրող մարդը ստանում նման աշխատավարձ։ Սա ինձ համար բացահայտում էր։ Ով որ էլ կասի սուտա, խնդրեմ, հաշվետվությունը տեղադրվա, վերջինիս կողմից գրված հաշվետվությունը տեղադրած է Վարդան Ղուկասյանի Telegram կանալում։ $8,500 կաշվար։ Ես գրեթե տեղադրել էի, սիրելի ժողովուրդ, որ Գորիսի զորամասի ժամկետային զինծառայողը ստացել է հրազենային վնասվածք ծնոտի տակից եւ գտնվում է Մուրացանի ռեանիմացիոն բաժնում։ Հիմա մեզ գալիս են իրարամերժ տեղեկություններ, որ միտեղ ասում են ինքն իրան է խփել, միտեղ ասում են, որ սպայ է խփել, միտեղ ասում են հասցրել են այդ իրավիճակին։ Ես հիմա դիմում եմ զինծառայողներին, որոնք որ ունեն տեղեկություն Գորիսի զորամասի ժամկետային զինծառայողի հետ կապված, Էդգար, եթե չեմ սխալվում, որը հրազենային վիրավորումը ստացել է մարտական դիրքում։ Եթե ունեք որևիցե մի տեղեկություն, խնդրում եմ փոխանցեք ինձ։ Գաղտնիությունը երաշխավորում եմ, թե իրականում ինչ է տեղի ունեցել մարտական դիրքում։ Անցնենք առաջ։ Ես տաղավար էի հրավիրել Ջերմուկի Արսենյանի տիկնոջը։ Տիկին, ինչ կխմեք։ Թեյ, սուրճ, բնական հյութ։ Քրիստիկ, տիկին Արսենյանին բնական հյութ։ Ինչի բնական հյութ եք ուզում խմել, տիկին։ Անանասի բնական հյութ տիկինին, սառուցը մեջը, բնականաբար լրիվ էթիկայի, էսթետիկայի նորմերին համապատասխան են, տակդիր ամանով ամեն ինչով, անձեռոցիկով։ Տիկին, ես ձեր համար ունեմ շատ վատ նորություն։ Բնականաբար գիտեմ, որ դուք տեղյակ եք ձեր Արսենյան Աշոտ ամուսնու սիրավեպերից, բայց եմ որ ասում է հմեն թուղթուբթիկով մանրամասն տեղեկություն։ Ուրեմն Արսենյան Աշոտն, նույն ինքը Արսենյան Վահագի հայրը, մենք բազմիցս հայտարարել ենք, որ Վրաստանում ունի սիրուհի։ Արմենուհի անունով։ Ինչպես նաև Վրաստանում ունի Boom Group էներգետիկ ըմպելիքի գործարան։ Մեր Ջերմուկի քաղաքապետ ընկեր Վահագ Արսենյանը վստահ է, որ Boom Group գործարանը պատկանում է իրեն։ Այսինքն որ հերը սատկավ, Boom Group-ը տալու են իրեն։ Ուզում եմ հիասթափացնել Ջերմուկի քաղաքապետ Վահագին, որ ոչ։ Boom Group գործարանը ամբողջությամբ պատկանում է Արմենուհու որդուն։ Ձեր ամուսնու սիրուհի
Տիկին Արմենուհին ձեր ամուսնուց ունի 2 երեխա, 1 տղա, 1 աղջիկ։ Տղայի անունը Եղիշ, այսինքն Արսենյանը իր հոր անունը դրել է երեխու վրա, ինձ այտենց են փոխանցել, որը ծնվել է Կիպրոսում։ Հետո Արմենուհին գացել է Կիպրոս, անդե ծննդաբերել է։ Քույրը չգիտեմ որտեղ է ծնվել, ասենքն աղջիկ երեխան, ասում են 3-4 տարեկան է։ Աշոտիկին Գայան է, հա, ձեր անունը Գայան է, ես մոռացել էի, Տիկին Գայանեին այդ դե խմեք այդ անանասի սոկը։ Ուրեմն Տիկին Գայանե, դուք իմ ասածները կարող եք ստուգել։ Ձեր ամուսինը Արսենյան Աշոտը Արմենուհու համար գնել է վիլա Թիվլիսում, այտենց մեծ սեփական տուն։ Մեքենաներ 2 հատ, տուր ֆիրմա արետվել է, որ բացի զավոդից ունենա տուրիստական ֆիրմա, զավոդը այդ Boom Group, տարածքներ Վրաստանում եւ Բաթումիում, ահա, ինչպես նաեւ բնակարան Բաթումիում։ Բացի դա, ձեր ամուսինը Արսենյան Աշոտը, ով որ ունի ընտանիք Վրաստանում, մի հատ 2 երեխա ընդ է։ Փաստորեն ունի նաև մի հատ սիրուհի, որը բացահայտում է նաև Արմենուհու եւ Գայանեի համար։ Մի հատ այն կամենձի ոմանը լավ միջոցառում, ասինքն ներկայացում ունի, որ կինը եւ սիրուհին նստած, իրար հետ խոսում են, որ գիտես ինչ, երրորդն էլ է հայտնվել Բոլեչեմ Մալադայա։ Հիմա Բոլեչեմ Մալադայա ձեր ամուսինը ունի նաև երրորդ սիրուհին, ով մեզ փոխանցում են դա հերոստահաղորդավար Սոնա Թորոսյան, չեմ ճանաչում ամենայն անկեղծությամբ։ Եվ Սոնա Թորոսյանից էլ ունի երեխա։ Փաստորեն մեր Արսենյան Աշոտը մի խետ անելի կուկուլալատուման բայ, ադից ալնելի երեխա։ Այ մորտես մարդ ինչ-որ բեղնավոր անձնավորություն է, աբազան չես կարծում։ Դեսուսիկում հետ բռնելի սեքսանելի երեխա ծնվելի։ Ուրեմն ես հիմա չգիտեմ Տիկին Գայանեն ինչպիսի հետևություններ կանի, բայց Տիկին Գայանեն դուք շատ հանգիստ կարող եք գնալ եւ ստուգել այն ինչ որ ես ձեզ ասում եմ։ Ինչ որ ես տենում եմ ինչ-որ մի հատ Ինչ-որ մի հատ բանը բոզի տղա, այդ անընդհատ բանը բզբզը մաստեղ, այդ նոր Հայաստան անվան տակ, ես կտոն ու տեղը ծծցնեմ, ինչ էր ագրեմ, ինչ անեմ, չգիտեմ, անցանք առաջ, անցնենք առաջ, ես համոզված եմ, որ Աշոտիկին, Արսենյան Աշոտիկին, Տիկին Գայանեն հետևություններ արեց, ես չգիտեմ, որ 2 երեխա ունի, Եղիշ, Մեղիշ և այլն Չգիտեմ, հիմա սկավառոդկով մարդուն կծծցնի, թե կիպիտելնիկով, համենայն դեպս մենք ասեցինք այն ինչ որ գիտենք։ Ասնենք առաջ։ Իմիջալոց, էլի ժողովուրդ։ Ես ոնց որ նկատում եմ վերջին ժամանակներս գնալով տարբեր տիպի ֆեյքեջեր են հայտնվում, տարբեր տիպի անուններով եւ այլն, որոնք սկսում են տեղեկություններ գրել, իրանց արևուն բացահայտումներ գրել, Վարդան Ղուկասյանը իսլամ ընդունել, Վարդան Ղուկասյանը ադրբեջանական շպիոն է, էսարե, էնարե։ Ու մենք ինչքան մոտենում ենք դեպի վաղաժամկետ ընտրություն, հավանական վաղաժամկետ ընտրություններին, աշուն դեպի, այնքան իմ նկատմամբ հարցակումները մեդիատիրույթում ավելանալու է, էլ ադրբեջանցի, էլ թուրք, էլ մուսուլման, էլ գոմո, էլ լեսբո, էլ տրանսվիստիտ, էլ մերը էսա, հերը էնա, քուրն էնա, աղբերներ ունի, քերիներ ունի, մորքուներ ունի եւ այլն։ Ուզում եմ ասեմ, դուք սրան պատրաստվեք, ես չեմ պատրաստվում ամեն մի բոզի տղու գրած ֆեյք գրած այդ ջրի հետևից վազել, ներվայնանալ, ապացուցել ինչ-որ մի բան, ներվերս քայքայել եւ այլն։ Այսինքն, այդպիսի բաներ գնալով ավելանալու են, որովհետև ամբողջ Հայաստանով միակ թիրախավորված անձը, որպես ընդդիմության առաջնորդ, հանդիսանում եմ ես։ Բնականաբար, եւ
բանը պարլամենտական անդիմության կողմից եւ իշխանության կողմից սկսելու են անդադ այդպիսի ինչ որ բաներ գրել, չգիտեմ, իսլամը ընդունել, էնարե, գոմոյա, լեսբոյա, իմ գոմոյությունը ես կապացուցեմ, երբ որ եկա Հայաստան, նույն այդ գրողներին, որ բռնեն բարիս ամենաբուն իմաստով ծծցնեմ հրապարակայնորեն, այո, դուք կտենաք, որ ոնց հալլեմ տղա ծծցնելը։ No problem։ Եվ խնդրում եմ ձեզ նմանատիպ ստատուսներ, TikTok-յան էջեր, Facebook-յան էջեր ինձ չուղարկել։ Որտեւ էստեղ իմ անդադ ուղարկում եք, պարոն Ղուկասյան, սա տեսել եք, պարոն Ղուկասյան, նա տեսել եք, պարոն Ղուկասյանը չի ուզում տենա նման բաներ։ Ու գնալով դա ավելանալու է։ Դա նորություն չի։ Այ իշխանության գալուն պես ես Նիկոլը չեմ, նման բոզի տղեկին պարքյանական հավքելու եմ եւ բարիս ամենաբուն իմաստով իմ սպեսնազով հանդերձ դնեմ ու անեմ միասեր հարաբերություն։ Ես դա չեմ թաքցնում։ Ես ձեզ այդ բոզի տղեկ բարիս բուն իմաստով շինելու եմ։ Պատրաստվեք։ Էլ իմ նկարով են սարքում, ես իմ ինչ են անում, ինչ ասես, անցանք առաջ։ Խերիտեղ մի դերեք։ Ահա, մենք պիտի միտեղ զանգենք մեր կուլտուրական իրավաբանին, անցած հաղորդմանը մենք չկարողացանք կապնվենք, հուսամ այսօր կկապնվենք։ Ոյ։ Battery 100%. Connected to Ալո, բարև ձեզ, պարոն Պետրոսյան, այսօր մենք ձեր հետ կապնվանք, անցած հաղորդմանը չէր ելում կապնվել, բան հարմարա ձեզանից մի քանի րոպե գողանալ։ Ես պիտի ձեզ զանգացել էի նախորդ հաղորդմանը կապված դիպլոմների հետ, որովհետև դա շատ ցավագին թեմա է, եւ այն անձինք, ովքեր ավարտել են 2004-5 թվականներին, փաստորեն Հայաստանի կառավարություն ասում է, գիտեք, դուք պիտի գնաք նորից սովորեք, քանի որ ձեր դիպլոմները հետ չա։ Ինքը եւ մեր հերոստատիտողները սիստեմատիկաբար զանգում են, ասում են, պարոն Ղուկասյան, ինչ պիտի լինի եւ ինչ պիտի անենք։ Քանի որ դուք ել մեկ կուլտուրական իրավաբան մարդ, ես ուզում եմ, որ դուք հրապարակայնորեն մեր ժողովրդին բացատրեք եւ տեղեկություն տաք այն անձինք, ովքեր որ նախկինում ավարտել են լիցենզավորված բուհեր, այսօր կանգնում են, չգիտեմ որ ամսա թվից, կարծեմ ապրիլից, փաստի առաջ, որ իրենց դիպլոմները համարվում է չեղյալ եւ իրենք արդեն ունենալով աշխատանք, պաշտոն եւ այլն, այդ ամենից պետքա զրկվեն փաստորեն։ Սրա մեխանիզմը ո՞նց է լինելու։ Տեսեք, այդպիսի իրավունք չունի որևէ մեկը դիպլոմը համարը չեղյալ, որովհետև դիպլոմը պետք է Դե հենա Ժանան ասում է, ես համարում եմ չեղյալ։ Դիպլոմը պետք է տրված լինի անօրինական կարգով, դիպլոմը պետք է կեղծ լինի, եթե դիպլոմը տրվել է այդ պահի գործող օրենսդրությանը համապատասխան, ապա դա չի կարող չեղյալ համարվել, իսկ առավել ևս տրված դիպլոմի հիման վրա աշխատանք կատարող անձը չի կարող ազատվել աշխատանքից։ Բայց դեպքում ո՞նց են ազատում։ Մասնագիտական իրավունք չունեն։ Մասնագիտական կարծիք հայտնեմ։ Աշխատանքային օրենսգրքի 120-րդ հոդվածի համաձայն ասում է անհամապատասխանության հիմքով աշխատողը կարող է ազատվել աշխատանքից, եթե նա բառացի են ցիտում հոդվածը, ով որ կասկածում է կարող է հենց հիմա բացել նայել աշխատանքային օրենսգրքի 120 հոդվածի առաջին մասը։ Ասում է, որ չի կարողանում կատարել։ Եթե մարդ այսքան տարի այդ աշխատանքը կարողացել է կատարել, եւ այդ աշխատանքում հայտ Անջատվավ։ Ես մարդու հեռախոսի հետ մի բան կատարում եմ։ Կամ ինչ-որ մի բան անում են ես մարդու հեռախոսի հետ։ Այդ օրենքը մտ, այսինքն իրանք ուզում են դա անել, եւ ես ուզում եմ լուսաբանել, որովհետեւ հարցերը շատ է գալի ինձ։ Իսկ ես աշխատանքային գծով, քաղաքացիական գծով իրավաբան չեմ։
Կապի ընդհատում եղավ հարգաժան իրավաբանի հետ։ Լավ, ինձ թվում է հենց կապը վերականգնվի, ստեղեցնելն է, որ ինքը անհասանելի է։ Ինձ անգամ թվում է, որ այս մարդու տանկողը բան են միացնում երևի։ Որ չկայանա հաղորդման ժամանակ մեկնաբանություն տան։ Ռադիոպամեղ։ Ես կթողնեմ կապը սենց, եթե իրա մոտ կապը գա, թող զանգի։ Մենք անցնենք առաջ։ Ուրեմն ես ուզում եմ անդրադառնամ Դոն Պիպոյին, Արթուր Ալեքսանյան ասատրան, ով, ահա, Battery 100%. Connected. ալո, ալո, Ալո։ բա որ ես ասում եմ ձեր հեռախոսի հետ մի բան կատարվում է, պարոն Պետրոսյան, ասում եք չէ։ Իրոք։ Հիմա հավատացիք ինձ։ Ես չեմ հասկանում, ես այդպես բաներից չեմ հասկանում։ 5 րոպե մեկ բան է տալիս, որ յանի ես ձեզ արգելափակել եմ, բայց ես դրա ոչ կարիք ունեմ, ոչ անհրաժեշտություն չեմ հիշում, որտեղ ընդհատվեց մեր խոսակցությունը։ Մի խոսքով իրենք Հայ, 120 հոդվածի վրա։ այո, ուրեմն այդ հիմքով որևէ մեկին եթե ազատեն աշխատանքից, դուք կարող եք իմ տվյալները ունեք տալ, ես իրենց կաջակցեմ, դրա իրավունքը չունեն, որովհետև նորից եմ ասում, օրենքը ենթակա է մեկնաբանման նրանում պարունակող բառերի ու արտահայտությունների տառացի նշանակությամբ, իսկ այնտեղ Բա լավ, սա ինչ է նշանակում։ Մեկ էլ դուք ես ուզում հասկանամ սա ինչ է նշանակում։ Մեկ էլ ինձ կհիշացնեք, ես օրինակ չեմ հիշում, ես հիշեցի, որ մինչև 2004-5 թվականի տված դիպլոմների մասին էր խոսքը, բայց որ թվից որ թիվը, այդ ես չեմ հիշում։ Կամ չգիտեմ։ Կապ չունի որ թվից որ թիվը։ Չէ, Կարևորը այն է, իրանք ոնց էին հայտարարել։ այն է, որ դիպլոմը տրված չմի կեղծ անունով, ուրիշի համար, չգիտեմ, եթե այդ մարդը վճարել է եւ հաճախել է դասերին, հանձնել է քննությունները, ստացել է դիպլոմ եւ դրա հիման վրա ինքը Call ended. Էլի գնաց։ Ես ասում եմ, չի, մարդու բան հեռախոսի հետ մի բան կատարվում է։ Ու տալիս է այդան հասանելի, խնդիրն էլ է դա, որ աշկիս պարոն Պետրոսյանի տան կողքը բանա նստած, են ռադիո գլուշիլ կա։ 5 րոպե էլ չի տևում խոսակցությունը։ Եթե մենք խոսում ենք 5 րոպեվա մասին, այստեղ 5 րոպե էլ չի տևում։ Աշխատում ես, Աբազյան, աշխատում ես։ Մալոդեց, այդտո։ Տեխնիկա է բերել դրեմ։ Տեխնիկա։ Մի վարքյան ես փորձեմ մեկ այլ հեռախոսով հլամ։ Մի րոպե սիրելի ժողովուրդ։ Call from Gabor VH. Ալո։ Ալո։ էլի անջատեցին։ Ահա։ Մեր կապը անջատեցին։ Ուրեմն չէ, ստեղ դեր ասած 5 րոպեն էլ չի, որովհետև շատ այդ արագ անջատում, ստեղ 5 րոպե էլ չկա։ Ինչ-որ մի բան անեմ Ես այդ։ երևի վաղը իմ հեռախոսը տանեմ նա ուսումնասիրեն, որովհետև էսի խայտարակություն է, ասենք ոնց կարելի է այդպիսի բան անել։ Դե հենա, Աբազից հիմնակն աշխատում է լավից վատից։ Հա։ Ով աշխատեն։ Մի խոսքով այդ հիմքով ազատելու իրավունք գործատուն չունի։ Եթե կլինեն մարդիկ, դուք իմ տվյալները փոխանցեք, ես իրենց կաջակցեմ։ Եղավ, ձեր համարը այս վերջում 3-0, դա է, մենք ես դրա վրա եմ զանգում։ 091 091 007 000 Հա, ես դրա վրա եմ զանգում։ Ես հեսա ձեր մյուս ձևով եմ բանանում, որ հանգարցիմ եթե անջատվի, ես մյուս համարով ձեզ զանգեմ։ Բայց սենց խուժանություն երբևէ չի եղել։ Դա ինչ խուլիգանություն է սա։ Հա։ Մարդու հետ կապվես եւ վերախոսը անջատեն։ Ասենք սա մասնավոր կյանքի անձեռնախելության։ Ամառ դիշ մասնավոր կյանք, ինչի մասին եք դուք խոսում, ինչ եք Չէ, ասում։ ասենք ենթադրենք մեկը ինձ զանգել է, իմ ասենք այնպեսի մարդ է, ում հետ ես ենթադրենք մասնավոր կյանք ունեմ։
ինչ իրավունք ունեն իմ հեռախոսը անջատել։ Մերը մասնավոր կյանքի, մերը հանրային կյանքի։ Բացի արդեն։ Բայց ասենք թե ես մեկը իմ հետ գաղտնի զրույց ունի, ինչ գործ ունեն իմ հեռախոսին միջամտեն, սենց խուժանություն ոչ մի իշխանության օրոք չի։ Հասկանում եք, այս ամեն ինչն եմ փչացրել։ Ամեն ինչը։ Հասկացա ես այստեղ Ենթադրենք ձեր փոխարեն ինձ զանգում էր մի գերեզգուհի։ հարամ էին անելու, չէին թողալու։ Մյուս խնդիրը վերաբերում էր խոպանչիներին, որ ես ուզում եի ձեզ հարց տալ խոպանչիների մասին։ Հա, սա էլ յուրահատուկ մի խուլիգանություն է, պետական մակարդակով, չուլ, այսինքն չար ուժերից լեղապատար Նիկոլի, չուլ Նիկոլի կողմից, Ահա։ հələ սրա հիմնավորում էլի անգրակետ։ Հասկանում եք, ասենք մարդ ասում է գնում է Գեղարքունիքից այրոպորտ, ինչի ինքը փողը չվճարի։ Այդ տախմար։ Call ended. Գնաց։ Լավ, եկեք ես սրանով զանգեմ։ Փորձենք տենանք ես համարով էլ անջատում։ Չէ, սրանով էլ անջատում։ Այն Գևորգի վրա կոնկրետ են աշխատում։ Ալո։ Եկեք փորձեք մի հատ այս համարով։ Ես չեմ հասկանում ես ինչա կատարվում։ Մի խոսքով մարդ ասենք գնում է խոպան։ Ճիշտ անում, ինքը իր տունը պահելու խնդիր ունի։ Եվ այդ խոպան գնացող մարդը արտագնա աշխատանքի մեկող անձը։ Երևի թե այդ ճանապարհով 4-5 տարին մեկ անգամ անցնում գալիս։ Հա։ Ու ասենք ինչքանով է բարոյական, եթե այդ ճանապարհը օրական 1000 հոգի մարդ է հատում, դրանցից չգանձեր գումար, բայց գանձեր խոպանչիներից։ Սա ես ասել եմ եւ կրկնում եմ, հավանաբար նաեւ ձեր հետ զրույցում եմ առիթ ունեցել ասելու, սա ապիկար քրչախմբի ղեկավար Նիկոլի մտադրությունն է, չգիտեմ ով է իրան հուշը տենց խայտարակ։ Ասում է Տամոժանի Սայուզի համաձայնագիրն է։ Տեսեք, այդպես բան չկա։ Հիմա ասենք թե էդի նույն բանն է, կներեք, ոնց որ համեմատության համար ներողություն, ոնց որ ասենք հիմա ասես եկեք բանը, մի հատ զուգարանի վարձ վճարեք, որովհետև դուք որ գնում եք ձեր բնական պահանջները բավարարելու, այդ բավարարված բանը այդ արտադրանքը, այսպես կոչված, անցնում է տարբեր կոյուղիներով, բան եկեք այդ կոյուղիների վարձը։ Ամոթ է, լավ, ասենք ինչքան կարելի է ժողովրդին ձեռ առնել։ Եվ ես էլ եմ ասում, ես չեմ մեղադրում Նիկոլին, որովհետև ինքը խելագար է։ Ես մեղադրում եմ այն մարդկանց, այն անինքնասերներին, որոնք որ ինքը մտնում է կառավարության դահլիճ նիստերի, հելնում կանգնում են ոտի ու ոչ մեկը դե չի ասում, ես ինչ անգարակետ բան ես քեզ թույլ տալի։ Ես ինչ ես խոսում դու, ոնց թե մարդիկ եթում են այրոպորտ հասնեն։ Ես այսօր գնացել էի հեռուստաընկերություն, եթերի, ուղիղ եթերի, live news.am կայքում, ես պարաշուտով գնացի, որովհետև կարող ասֆալտ մաշեի։ Դրա համար վախեցա պարաշուտով գնացի։ Հասկացա ես ձեզ։ Դե ինչ ասեմ, մենք ես էլ եմ ասել, ներողություն մի բան ասեմ, եթե չծանրաբեռնեմ էլի ձեր եթերը, այս խուլիգանը հասկանալով, որ իրա վարած մարտավարության, իրա մենեջմենտի ընթացքում, օրոք, պայմաններում ոչ մի հիմար չի գտնվի, որ բերի ներդրում կատարի Հայաստանում օտարերկրացի։ Դրա համար ինքը առաջինը խախտեց իր կարգախոսը, քաղաքացին տուգանքի մատերիալ չի։ Ես էլ եմ ասել, կրկնում եմ, իրա ձեռամբ քաղաքացին դարձավ եւ տուգանքի, եւ կալանքի, եւ անարգանքի, եւ վիրավորանքի, ամեն ինչի հարկելու բոլոր մատերիալները դառավ։ Քաղաքացին մի խոսքով դառավ ընդհանրապես մատերիալ։ Եվ սա ինչքան շարունակի իր պաշտոնավարումը, քաղաքացին մնալու է որպես մատերիալ։ Եղավ, նայեք այս անգամ կապը չի անջատվում։ Ինչ որ մի բան կային համարի հետ կապված։ Եղավ, պարոն Պետրոսյան, շնորհակալություն։ Առողջություն։
Ես հիմա այդ անդրադառնանք պարոն Արթուր Ալեքսանյանին կամ Դոն Պիպոին։ Ընդամենը օրեր առաջ Մայրաթոր Սուրբ Էժմիածնի տարածքում անցկացվեց հանրահավաք, որին մասնակցում էին 1500 հոգի մարդ մոտավորապես։ Մենք գիտենք, որ պարոն Ալեքսանյանը կամ Դոն Պիպոն բացել է խաչակիրներ, կազմակերպություն, որը ըստ վերջինիս հայտարարության բաղկացած է 800,000 մարդուց։ Բայց չգիտես խի միտինգին մասնակցում էր 1500 հոգի մարդ, որտեղ կային նաև հանրապետականներ, Մայր Հայաստանից, ավականու Էժմիածնի ավականուն դիմադիր անդամներ, էժմիածնիցիներ եւ այլն։ Խնդիրը ինչն էր, խնդիրը ինչ որ եկեղեցուն պաշտպան են, ումից են պաշտպանում, չգիտեմ, եկեղեցու տարածք եկել էր մի հատ երկու հատ երևույթ, ինչ որ բան էին ուզում, բարձրաձայն ինչ որ եկեղեցու դեմ խոսային, թե եկեղեցու դեմ էր թե չէ, չգիտեմ, եւ դրանց դեմ բերել լցել 1500 հոգի դրոշակներով, մրոշակներով երթանել հու բու, հլնել գնալ տուն։ Դրա այդ իմաստը ես ոչ մի կերպ չհասկացա։ Եթե ընկեր Դոն Պիպոն ասում է մենք պաշտպանում ենք եկեղեցուն, ընկեր Դոն Պիպո, ժողովուրդը ինչի է հեռացել եկեղեցուց։ Ում մեղքով։ Նիկոլի բնավ։ Եթե մենք վեկալում ենք ամենայն հայոց կաթողիկոսին, ով է ամենայն հայոց կաթողիկոսը։ Ամենայն հայոց կաթողիկոսը լինելով կուսակրոն քահանա, ունի կին, ունի ժառանգներ, ունի բիզնես, վարի տվեց ամբողջ եկեղեցի այդ գանձերը, չգիտեմ, այդ իկոնաները, խաչքարեր, մաշքարեր, զարդեր, մարդեր, եկեղեցական այդ զնգուլիկներ, մանգուլիկներ, շղկալիկներ եւ այլն, մենք գտանք, որ այդ ամենը վաճառում է լոնդոնյան աջուրդում։ Երուսաղեմում գտնվող կովերու պարտեզեր, ինչի բան պարտեզեր, հանին դրին վաճառին հերետ անիցին։ Եզրասը, Գարեգինի աղբերը, ում հետ որ դու շատ ջերմ հարաբերությունների մեջ ես, 2018 թվականի Թավշա հեղափոխության ժամանակ ժողովուրդը խապնվել էր, եկել լսվել էր բանը Մոսկվայում եկեղեցու հայատը, ոչ ջարդում էր, ոչ փշում էր, իա հավատացյալ որդիներն էին։ Եզրասը վեկալավ հերախոսը, դու հաստատ նայել ես Իվան Վասիլևիչ Մինյայիդ պրոֆեսոր, պրոֆեսոր Էտուշը, այսինքն ատամնաբուժը, շպակը, որ վեկալավ հերախոսը, ալո, это милиция, նույն ձևի վեկալավ հերախոսը ու ալո, это милиция, զանգեց օմոնը կանչեց, եկան հայ ակտիվիստ, հայրենասեր, հայ ազգությամբ հայ, ջայլությանը ալո միլիցիան հավքեց տարավ, կեսին կուտուսկա, կեսին կապեզ է, մի մասի վրա քրական գործեր, մի մասի վրա տուգանքներ, թող արես դա, քո գովաբանելի ընկեր Եզրասը, այսինքն Ռուսաստանի եկեղեցական թեմի առաջնորդը, ոչ մեկ չասեց, բոզի տղա, դու քո հավատացյալների վրա ռուսական ամոն, ինչի կանչեցիր, քեզ եկել էին բռնաբարելու, քեզ եկել էին շինելու, քեզ եկել էին մորթու, չէ, պրոստը մարդիկ որպես հայկական եկեղեցու տարածք հավաքվել էին։ Այդքանից հետո այդ 65 հոգին բազմապատկի երեքով, կին, մայր, հայր, քույր, եղբայր, ընկերություն եւ այլն։ Ինչպիսի վերաբերմունք պիտի այդ ունենային եկեղեցու նկատմամբ։ Ոչ մի։ Դրանից հետո կամ նույն հաջողությամբ նույն խնդիրը երբ որ կանգնած էր Արցախի հարցում, ձեր 800,000 խաչակիրները, որոնք որ կային, ուր են։ Նախ այդ ինչ թիվ եք դուք վերցել 800,000 խաչակիր։ 800,000 խաչակիրից մենք կարողանում ենք ստանալ 100,000-անոց բանակ։ Եթե այո, ապա ուր են։ Եվ ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ այն, ինչ որ դուք արեց, կամ հերել եք, եկել են եկեղեցու հետ, լավ եկել են, լավ են արել։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին բեն, ինչի դուրս չեկավ այդ 1500 հոգուն գոնե չասեց, ողջույն, որցակիմ։ Հելել են, եկել են այդ մարդուն պաշտպանելու։ Ոնց որ հիմա 1000 հոգի գա ինձ պաշտպանի, չգիտեմ ումից։ Ես դուրս չգամ, գոնե ասեմ բարև ձեզ։ Նույն եկեղեցին, երբ որ մենք Արցախը տվեցինք, ուր էր։ 44 օրյա պատերազմի ժամանակ մենք եկեղեցու գաղունը, բաղունը լսեցինք։ Եկեղեցին կանգնավ ասեց, ես ուզում եմ ֆինանսական աջակցություն ցուցաբերեմ բանակին։ Ասեց,
Հայնական մեծ պատերազմի ժամանակ եկեղեցին տանկեր էր առնում նվեր էր տալի խորհրդային բանակին։ Մեր եկեղեցին ինչ որ մի բան առավ նվեր տվեց։ Գար կանգներ, չգիտեմ, մի 10 հատ ֆրանսական Leclerc կամ գերմանական Jaguar տանկ առնի մի 10 հատ։ Բերի շարի էժմիածնի հայատը հլեն մերոնը չպսնի բանվերեն եւ եկեղեցու կողմից նվիրի Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, ուսուցչուհու հիմնարկին։ Կա։ Չկա։ 2-3 հատ բայրակթարի նման բեսպիլոտնիկ կարա առնի եւ նվիրի։ Որևիցե մի հին եկեղեցի, որը քանդած բլած ավիրացա, եկեղեցին վերանորոգումա չէ մենակ թազեկն ասարկամ։ Կուլ, մեկը հետևից աճում են։ Եվ ես ինչ ասենք, ես ոչ մի բան չհասկացա, թե ինչ արժեր այդ օրվա այդ միջոցառումը եւ որպես ինչ դա տեղի ունեցավ։ Ով էր եկեղեցու դեմ, ինչ եկեղեցու դեմ։ Եկեղեցին ինքն աշխատում իա դեմ։ Այսօր ամբողջ Հայաստանը ողողված է աղանդավորներով։ 50-ական, 60-ական, Եհովական, Քաքական, Ցեռական եւ այլ։ Հիմա եթե Վազգեն առաջին լիներ, մեր վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ, այսպեսին կլիներ հարգաժան դոմպիտով։ Իհարկե ոչ։ Եվ եթե ժողովուրդը դեմ է եկեղեցուն, ինքը դեմ չի եկեղեցուն, ինքը դեմ է ամենայն հայոց կաթողիկոսին, ով լինելով կուսակրոն քահանա կնիգել ունի, աղջիկել ունի, բիզնեսել ունի, ժառանգել ունի եւ այլն, որը որ ամբողջովին հակասում է կաթողիկոսի վարկանիշի եւ պահանջներին։ Եվ դուրս գալ փողոց ասել տեսեք մենք բանը պաշտպանում ենք եկեղեցու ումից, Նիկոլից։ Անիմաստ։ Լրիվ անիմաստ գործողություն։ Մեկ էլ խնդրած կլնեմ, բանը Ռուսաստանի դրոշը ձեր հետևից հանեք։ Դա որպես, խնդրանք, անձնական։ Ես ուզում եմ մի երկու բառով պատասխանել Բելարուսի նախագահ ընկեր Լուկաշենկոին, որովհետև ես տենում եմ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարություն առհասարակ գոյություն չունի։ Մենք գիտենք, որ չկա, вообще չկա, բայց ես ուզում եմ պատասխանեմ։ Хочу ответить президенту Республики Беларусь господину Лукашенко. На днях господина Лукашенко задали вопрос, что Республика Армения заморозила или приостановила свое присутствие в ОТКБ. Господин Лукашенко ответил. Смысл ответа был таков, что хочет Армения? Армения хочет, чтобы мы воевали за Армению против Азербайджана, то есть Беларусь, Россия и члены других стран ОТКБ воевали против Азербайджана. Этого хочет Армения. Этого не может быть. Потому что, цитирую, и в Российской Федерации, и в Беларусь живут очень много мусульман. Плюс члены ОТКБ, Казахстан, Кыргызстан, Таджикистан, я не знаю, кто еще там, они все мусульманские страны. Не будут мусульманские страны воевать против мусульман. И у нас очень хорошие отношения с Азербайджаном, экономические и так далее. Мы не можем за Армению воевать против Азербайджана. Таков был ответ президента Республики Беларусь к журналисту. Теперь хочу ответить. Господин Лукашенко, Республика Армения вошла в состав ОТКБ, потому что у нее есть два вражеских республик. Это Азербайджан, это Турция. Если ОТКБ, как вы говорите, не намерена воевать или защищать хотя бы Армению от Азербайджана и Турции, тогда скажите, пожалуйста, что там делает Республика Армения? Других врагов у армян нету. Мы точно 100% уверены, что ни Соединенные Штаты,
ни европейские государства, ни Иран и ни Грузия никогда не нападут на Республику Армения. То есть Армения вошла туда, чтобы вы, члены ОТКБ, защищали нас от Турции и от Азербайджана. Но вы, мне касается, что это не говорит президент Беларуси, а это говорит какой-нибудь прозападный политик. Что вы знаете, дорогие армяне, ОТКБ вас не должен защищать, потому что у нас хорошие экономические, дружеские отношения с Азербайджаном и с Турцией. Ведь у нас живут очень много мусульман. Тогда скажите, пожалуйста, нахрена тогда Россия и вы напали на Украину? Украина христианская страна. Зачем вы, христиане, убиваете друг друга? То есть завтра, если на Беларусь нападет Польша или страны Прибалтии, христианская страна нападает на христианскую страну, то армяне, христиане, должны прилетать в Беларусь и защищать Беларусь от Польши и от прибалтийских стран. Воевать против Польши. У нас очень хорошие отношения с Польшей. У нас очень хорошие отношения с прибалтийскими странами. Латвия, Литва, Эстония и так далее. Зачем нам за вас воевать против европейских стран? Или завтра Афганистан нападет на Таджикистан или на Казахстан, черт его знает, то оба они мусульмане. Зачем мы, христиане, должны полететь в Казахстан, как мы это сделали, прилетев в Казахстан, тогда не было никаких нападений извне. Это была внутри казахская проблема. Но наш Никол Ваваевич отправил в Казахстан военный контингент. Точно так же мы должны прилететь туда и воевать против пуштунов, чтобы они не делали кукулала тумамба, переведите это слово как хотите, с таджиками или с казахами. И если я слышу, вот я лично, нормальный человек, слышал это выступление, мне казалось, вот полностью мне уже касается, кажется, что это говорит не президент Республики Беларусь, а говорит, скажем, президент Украины. Или, я не знаю, президент Бельгии, король Бельгии. Потому что как может пророссийский человек вот так открыто сказать: вы знаете, уважаемые армяне, мы за вас воевать не будем. Хотя за правоту хочу сказать, что до начала 44-дневной войны ОТКБ предложила произвести или производить военные учения вместе с армянами, с армянскими вооруженными силами в территории Республики Армения. Армянское правительство сказало: нет, мы против, чтобы в территории Армении проводились военные учения. И спустя 2 месяца Азербайджан напал на Нагорный Карабах. Теперь я еще хочу продолжить. Если господин Лукашенко и российские политики говорят, что Азербайджан дружественная страна, мы не можем за Армению напасть на Азербайджан. Тогда скажите, пожалуйста, азербайджанцы сбили российский вертолет, который находился на воздушном пространстве Республики Армения. Погибли русские летчики, подполковники. Российская сторона сказала: мы вас прощаем. Азербайджан сказал: извините. Они сказали: мы вам прощаем. Азербайджанские вооруженные силы уничтожили блокпост миротворческого контингента в Нагорном Карабахе. Погибло 20 миротворцев. Азербайджанцы убили заместителя миротворческого контингента. Полковник или там был подполковник, он был подводник, вот который был в территории Нагорного Карабаха. Азербайджанцы сказали: I am sorry, что мы убили ваших офицеров. Россия сказала: хорошо, окей, убивайте. В территории Республики Азербайджан не находится ни одна российская база. Азербайджан не входит в состав СНГ. Там, я извиняюсь, таможенный союз. Азербайджан не входит в ОТКБ. Но Россия и Беларусь, особенно президент Беларуси, сказал, что вы знаете, у нас с Азербайджаном хорошие отношения. Я уже молчу про то, что посольство Республики Беларусь, которое находится в Армении, в том числе посольство Украины,
во время 44-дневной войны вели очень хорошую агентурную деятельность в пользу Азербайджана. Посольство Беларусь, которое находится в Армении, предоставлял азербайджанской стороне информацию из Армении. Агентура. И вот после этих слов господин Лукашенко, что должен ответить наш идиот Никол Пашинян? Что должен ответить любой гражданин Армении на ваши слова? Мы не нуждаемся в вас в таком случае. Потому что Армения находится в ОТКБ ради того, чтобы вы нас защищали от турков, потому что азербайджанцы это турки. И если вы считаете, что у вас совершенно идеальные отношения с президентом Азербайджана, который сбивает и убивает российских солдат, вооружает Украину, зачем мы должны воевать против Азербайджана? Тогда скажите, пожалуйста, что мы там забыли? Да, Армения должна выйти из ОТКБ полностью. У нас с Россией есть договор 1997 года, подписан Ельциным и Левоном Терпетросяном. Надеюсь, хотя бы в отношении, в сфере этого договора, российская сторона должна нас защищать. Надеюсь. Надеюсь. Хотя не надеюсь. 102-я база, которая находится у нас, в Армении, когда сбили российский вертолет и погибли русские летчики-офицеры, даже тревогу номер 1 не объявил. Сбили так сбили, Бог с ним. Что это значит? И это говорит наш союзник. Нам не нужен такой союзник, господин Лукашенко. И тот бизнес, который ведет Республика Беларусь у нас, надо просто запретить. Просто запретить. Եվ Հայաստանի Հանրապետությունը պետք է սրան արձագանքեր, որ ընկեր Լուկաշենկո, եթե դուրլում հայտարարում ես, որ մենք պատրաստ չենք զոհվելու կամ կոնֆլիկտի մեջ գնալու Ադրբեջանի հետ, որտեղ մենք եղբայրական պետություններ ենք, բայց դեպքում շատ ներողություն էլ Հայաստանի Հանրապետությունը ՕՏԿԲ-ում ինչ անում, հապկում։ Մենք մտել ենք այդպես ու դրա համար, որ պաշտպանվենք Թուրքիայից ու Ադրբեջանից։ Եթե դուք սրանց դեմ ոչ մի բան չեք ձեռնարկում, մենք խնդիր չունենք ոչ Միացյալ Նահանգների հետ, ձեր նման, ոչ Եվրոպայի հետ, Ֆրանսիայի, Պոլշա, Լիտվա եւ այլն, ոչ Հունաստանի, ոչ Պարսկաստանի, ոչ Վրաստանի։ Մենք ունենք միակ թշնամի Թուրքը։ Եվ եթե դու ասում ես Թուրքիայի հետ մենք լավ հարաբերություններ մեջ ենք, մենք պիտի գան կռվենք ձեր պատճառով Թուրքիայի դեմ, բայց ես քո պատճառով պիտի գամ կռվեմ լեհերի կամ էստոնացիքի դեմ, ամերիկացի ու բանը գերմանացիքի, վաղը պիտի կռվեմ բանի մոջահեդների դեմ։ За что? Пошел нахуй. Чемодан, вокзал, нахуй։ Ունգեջ արտգործնախարարությունը Հայաստանի Հանրապետության հանդես չի գալի հայտարարությամբ։ Եկա Ռուսաստանի ներողություն, Բելարուսի նախագահան նման տեքստով հանդես է գալի։ Ժողովուրդ լագոներ շարելա։ Ասում է Ադրբեջանը պիտի վերադարձնի 5 ռայոնները։ Վերադարձնա թվում է վերադարձի։ А то, что Азербайджан бомбил Горис, Джермук, Вартенис, суверенную территорию Армении, что на суверенной территории Армении сбил российский вертолет и так далее, это нормально. В прямом смысле этого слова в упор расстрелял заместителя миротворческого контингента в машине, это нормально. Вот этого я не понимаю. Вот многоуважаемые русские офицеры, вы же лучше меня знаете, что азербайджанские вооруженные силы в Нагорном Карабахе убивали русских солдат. Вы же лучше меня знаете. Вот этот УАЗик с надписью миротворческий контингент РФ в упор расстреляли кто? Азербайджанский спецназ, где погибли ваши офицеры и солдаты. Полковник, этот вот подводник, вот, который был там как заместитель миротворческого контингента.
И что сделала Родина-мать? Ничего. Простое извинение со стороны президента Азербайджана. И все. Убит. Все хорошо, до свидания. Я понимаю, песня Любе, комбат, Патяня, комбат, за нами Россия, Арбат и так далее. Но Родина должна вас защищать. Родина должна наказать тех гандонов, которые убивали российских солдат и офицеров. И ничего. Абсолютно ничего. Мы же видим тут двойной стандарт, видим. Եվ այդքանից հետո ընկեր արտգործ նախարարությունը Արաբատ Միրզոյան բոզի տղեն չի կանչեմ Գագոյի դաչից Բելարուսի դեսպանին ասի հելարից տեղ խերի արմատ Էսիկո եկի նախագահի պատասխաննա էս էլ իմ նոտան քեզ Եթե դու չես պատրաստվում կռվել առհասարակ կամ գոնե մենք չենք ասում եկեք մեր համար բանը մեռեք мы этого не говорим что надо прийти и за нас умирать Но надо брать телефон и позвонить этому Алиеву и предупредить, что сукин сын. Если ты пойдешь с агрессией против Армении, у тебя будут реальные проблемы. Это может сказать президент Российской Федерации? Может. Может сказать президент Беларуси? Может. Может сказать президент Казахстана, которого мы помогли остаться на власти? Может, но не говорят. А теперь обижаются, что смотрите, армяне, когда вы видитесь от ОТКБ, вам будет плохо. А нахуй нам там делать? Если вы не желаете даже взять трубку и позвонить, что Азербайджан, у вас агрессивная деятельность. Мы вам помогли вернуть Нагорный Карабах. Все. Бери и помалкивай. И не надо диктовать, что Армения должна поменять свою конституцию. И то, и все. Ты кто такой? Ты взял свой Нагорный Карабах? Взял. Все. Ты должен выйти из территории Армении, который части оккупировал, и угомониться. Вот такой должен быть телефонный разговор между президентом РФ и президентом Азербайджана. Но нас защищает Франция, с которым мы не союзники, так как с ОТКБ. Если нам будет защищать Франция, и она нам защищает, за то огромная благодарность, merci, monsieur президент Макрон, то у нас тогда пусть будет французский контингент, натовский контингент. И ни один оппозиционный деятель, անդիմադիր ճամբարի ոչ մի խեռի գլուխ, չի մոտենում, չի խոսում ազգային ժողովի ամբիոնից։ Հավարով յարեն ասում բոզի տղա։ Մենք որ դուք որ ազգային ժողովում բոզի տղեկ եք, եթե մենք գիտենք, եթե ես երբ եմ ասել։ Անիշելի ժամանակներից։ Ես 5 տարի ես ասում եմ ազգային ժողովում նստած եմ բոզի տղեկ։ Ճիշտ է, քրեստիկ։ Ճիշտ է։ Այս երկիրը ի վիճակի է որևիցե պատասխան տալու։ Լուկաշենկոներին եւ այլն, որ ասում ես եկել է փողի առաջարկում 5 միլիարդ վեց։ Դուք ո փողն առաջարկեցիր 5 միլիարդ, Սերժը 5 միլիարդով չբարաշավ ավելով վեկալավ։ Նիկոլի պես բոզի տողում բերեց դրեց, ասես դե հանձնի։ Նիկոլի պես բոզի տղան էլ հանձնեց։ Հիմա էլ նստած Սերժ Սարգսյանը զարմանում, ասում ես ո՞ց է լավ, որ սենց է լավ։ Ես դա թույլ չէի տա։ Իմ Telegram կանալում դրել եմ վիդեո։ Կանգնած է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գնդապետ, Ցականյանն իր խռը գլուխ էր։ Կողը կանգնած է Ադրբեջանի սպեցնազը։ Նայում ես նրա ֆորմեն, Ադրբեջանի սպեցնազի շարքային զինվորի, հիասմունքդ գալում է։ Նայում ես հայոց բանակի ու պիտոմ գնացել է պագոններով, վրեն խփած անուն ազգանում այդ այրախում եւ այլն, այդ Բոշի բուշլատը հայկական զինվորական ֆորմից ես նողկում եմ։ Աշխարհում երևի այտենց քրչոտ ֆորմա գոյություն չունի, ինչ հայ զինվորի ֆորմեն է։ Իա բխայտարակ, անմակարդակ, անհարմար, էժանագին բատինկեքով, իա քնձը հակուկապով կանգնած է Ադրբեջանի սպեցնազի կողը։ Նրա ֆորմի վիճակն ես նայում, շարքային զինվորի, քո գնդապետի ֆորմի վիճակն ես նայում, սիրտդ խառնում է։ Սիրտդ խառնում է բարիս ամենաբուն իմաստով։
Դրա համար էլ ով ինձ ձև ուզում է մեզ գրլմա, որովհետև մանդալին ծախողի դեմքով բոզի տղեն գլխակը դրած, հավարով ուժը բան պատում է Հայաստանում ապրող ոչխարների վրա, մի օր էսա թանգացնում, մի օր ինա թանգացնում, մի օր նամարատու գանում, մի օր ոնց կարեմ բան ալեմ հոշոտում է, բայց գնամ դուրս դառնում է խռի գլուխ։ Լուկաշ հել չեմ ասում Պուտինի, Լուկաշենկոին տենեմա կամ են բանա Ղազախստանի չես հասկանում, տրանսվեստիտա, տրանսգենդերա, դրանց բանին է պրեզիդենտին։ Սո, սրմատակը։ Չի ասում ես, քո ներքի պրոբլեմը, քո ժողովուրդը հելեք ես ծածանում էին, ես մեկ ալա զոր գրգեցի, բայց դու դաժե մի հատ սամալոտ պատրոնով չուղարկիր ինձ, մի հատ պատրոնով, ասես վեկալ կրվի Ադրբեջանի դեմ, ընկեր Ղազախստան։ Հիմա էլ ընկել են հիսերիայի մեջ, սառացրել է, ես իշքան եմ, ասում եմ լավին լավ, վատին վատ, իշքան եմ ես Նիկոլ Բոզի տղու զզվեմ, բայց ես այս հարցում ճիշտ անեմ, բա մնամ ինչ անեմ, ես մնամ OTKB, ինչ անեմ, բայց ոչ թե պետք է սենց իսպատիշկա, բան խայթել, այլ ռեալնը վիցի ի ответից, արտգործնախարարի մակարդակով, որ ընկել Լուկաշենկո, սենց, ասում եմ, մեր մոտ ապրում են լիքը մուսուլման, հետո, ձեր մոտ քրիստոնյաներ չէին ապրում, ընչի հարցավակ Ուկրայինայի վրեն, այսինքն քրիստոնյան կարածծցնի, բայց քրիստոնյան մուսուլմանի չի կարածծցնի, ու հիմա, նորից բզում են, ընկեր Ադրբեջանին, բողտի կապեցին, հա, и то, что говорит Азербайджан, что Армения должна изменить свою конституцию, что Армения больше не должна иметь территориальных требований от Азербайджана, территориальные требования от Азербайджана имеет только Азербайджан, от нас. И поменять конституцию мы не будем. Не будем. Президент Азербайджана, вы не дождетесь, что мы поменяли свою конституцию. Конституция как есть, так и будет. Это я вам обещаю. Я не знаю, что вы там договаривались с этим идиотом под именем и фамилией Никол Пашинян. Но вы не знаете, что у армян есть такой государственный и оппозиционный деятель, как я. И мой народ в этом вопросе 100% на моей стороне. Мы Конституцию менять не будем. Քանի որ սենց ռուսերենով մենք անդադ գնում ենք առաջ, хочу сейчас объявить на русском, потом на армянском. 5 марта в гостинице Marriott будет презентация моей книги на русском языке. То есть те граждане, которые не понимают по-армянски, не умеют читать по-армянски, с 5 марта могут приобрести мою книгу на русском языке полностью. Հիմա ասեմ հայերեն, հարգելի ժողովուրդ, հարգելի Վարդան Ղուկասյանի հետևորդներ, աջակիցներ եւ այլն։ Ես մարտի 5-ին կազմակերպում եմ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից ժամը 16:00-ին հավաքվելով մենք այնտեղից տեղափոխվելու ենք Եռաբլուր, որտեղ հարգանքի թուրք ենք մատուցելու Վազգեն Սարգսյանի շիրիմին։ Հիշեցնեմ, որ մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Այն մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ դոկուսակցության անդամ, այն մարդիկ, ովքեր ցանկանում են այդ օրը այցելել Վազգեն Սարգսյանի շիրիմին, այդ հնարավորությունը ես ընձեռնում եմ եւ ամսի 5-ին Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից ժամը 16:00-ին մենք տրանսպորտով տեղափոխվելու ենք Եռաբլուր։ Հարգանքի թուրքը մատուցելով Եռաբլուրում այնտեղից իջնելու ենք Armenia Marriott հյուրանոց, նորից տրանսպորտով, այսինքն փոխադրամիջոցներով, որտեղ ժամը 18:00-ից կսկսվի դոկ կուսակցության հիմնադիր համագումարը։ Այլ անձինք, ովքեր ցանկանում են գրանցվեն այդ օրը կամ ներկա գտնվեն, կարող են հեռախոսակապով զանգահարել եւ գրանցվել 093 47 41 80
Նորից եմ կրկնում 093 47 41 80։ Խնդրանքս Կիրակի շաբաթ օրերը չզանգել, զանգահարել միայն աշխատանքային օրերը ժամը 10-ից մինչև ժամը 19:00, որովհետև այդ հեռախոսի մոտ նստած մարդը ես չեմ ուզում բռնաբարվի։ Ինչպես նաև այդ օրը նույն ամարտի 5-ին ժամը 17:00-ից Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում տեղի կունենա ամենափնտրված չհանցագործը գրքի ռուսերեն տարբերակի ինչ են ասում պրեզենտացիան։ Այնպես որ այն անձինք, ովքեր ցանկանում են տեղում ձեռք բերել ռուսերեն լեզվով, նաև այնտեղ նաև հայերեն բանել կլինի տարբերակը վաճառքի համար, բայց ռուսերեն լեզվով ձեռք բերելու համար ժամը 17:00-ից կարող են գալ եւ ներկա գտնվել գրքի շնորհանդեսին։ Նորից եմ կրկնում Մարիոթ հյուրանոց Տիգրան Մեծ դահլիճ։ Լրատվամիջոցները, ովքեր որ ցանկանում են լուսաբանել այդ օրվա համագումարը, նույնպես պետք է զանգահարեն եւ նախորոք գրանցվեն, որպեսզի թողնեն մտնեք ներս։ Նորից նույն հեռախոսահամարով 093 47 41 80 ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00 շաբաթ Կիրակի հանգստյան օր։ Սիրով բոլոր ուսանողներին, բոլոր դպրոցականներին, բոլոր իմ սիրելի ժողովրդին, ովքեր սիրում, հարգում մինչև այս պահը եւ հետագայում շարունակում են ընդունել Վազգեն Սարգսյանի կերպարը, հրավիրում եմ ձեզ ամսի 5-ին ժամը 16:00-ին քաղաք Երևան Սուրբ Սարգիս եկեղեցու բակ հավաքվել, որտեղից կշարժվենք դեպի Եռաբլուր Պանթեոն հարգանքի տուրք մատուցելու Վազգեն Սարգսյանին։ Մի մարդու, ում ես սիրում եմ անսահմանափակ սիրով, ում ես հավատացել եմ միշտ, ում հարգում եմ եւ շարունակում եմ այդ մարդու գործը։ Նման վերաբերմունք ունեմ նաեւ Կարեն Սերոպիչի նկատմամբ։ Այսօր այսքանը, շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։